Կալուգացի Սամոյի ուժեղ Հայաստանը փակ և գաղթագողի համագումար անելուց հետո հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 35 համարները։ Ուսումնասիրում ես առաջադրված թեկնածուների կենսագրությունն ու անցած ճանապարհը, հարց է առաջանում, թե ինչ նոր դեմքերի, թարմ ուժերի ու նախկինների հետ կապի բացառության մասին էր ամիսներ շարունակ խոսում Նարեկ Կարապետյանը։ Իդեպ հենց Նարեկ Կարապետյանն է վարչապետի թեկնածուն։ Լրացրեցիք ոնց որ։ Իհարկե փաթեթավորում են այնպես, թե հեսա մեծամասնություն են ունենալու, սահմանադրության դրույթ փոխեն ու հոպարը դառնա վարչապետ, բայց ունենք այնինչ ունենք։ Մի քանի երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու լինել չի կարող։ Ուժեղների ցուցակում, ինչպես եւ սպասվում էր, հանգրվանել է Ռոբերտ Քոչարյանի անձնուրաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի սանուհին Գոհար Մելոյանը ցուցակի առաջին կին պատգամավորի թեկնածուն է։ Քոչարյանի հետ աֆիլացված 5-րդ ալիքի նախկին լրագրող Ուժեղ Հայաստանի ներկայիս խոսնակ Մարիաննա Ղարամանյանը 9-րդ համարն է։ Այո, Ուժեղ Հայաստան կուսակցության ուժեղ թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Վանաձորի հանրապետական նախկին քաղաքապետ, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար դատապարտված Մամիկոն Ասլանյանը 7-րդ համարն է։ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի երբեմնի թեկնածու նախկին հանրապետական Էդգար Ղազարյանը 13-րդը։ 25-րդ համարի ներքո էլ հանգրվաներ է մեկ այլ ծանր հրետանի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Վարդանիկի փեսա Ավետիս Առաքելյանը։ Մի վարկամեն լսեց հայրագործում եմ խշխշ։ Ես արամն քաչարամ ինձ տանում են կախաղամ։ Գորիսի քաղաքապետի նախկին տեղակալ Իրինա Յոլյանն օրերս աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Շատ մտածեցինք, թե ինչը կարող էր այս փուլում նման քայլի դիմելու պատճառը լինել, հետո պարզվեց հանգրվանել է Կալուգացի Սամոյի ցուցակում, 12-րդ համարն է։ Բացառիկ ցուցակում է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը։ Ես Լիլիան եմ Շուշանյան, դուք ինձ շատ լավ ճանաչում։ Հիմա Սամվել Կարապետյանի համար ենք հավաքված, բոլորս որպես աջակցություն։ Ինչու ենք առանձնացնում Շուշանյանին։ Վերջինս ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ մեղադրվող Բագրատ Սրբազանի անցումային կառավարության ցուցակի շրջակա միջավայրի նախարարի թեկնածուն էր, իսկ այս ցուցակում պատահական ոչ ոք չկար։ 2020 թվականին աղմկահարույց կերպով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից ազատված Գրիշա Թամրազյանն էլ է ցուցակում 17-րդ համարը։ Սկանդալներով պետեկամուտների կոմիտեից հեռացված Հայկ Ֆարմանյանն այժմ ներկայանում է որպես նոր դեմք, տնտեսագետ ու գրանցվում Ուժեղ Հայաստանի ցուցակում։ Ֆարմանյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո համակարգից հեռացված առաջին պաշտոնյաներից էր։ Ըստ որոշ տեղեկությունների, փողը և նա մաքսային համակարգում ընկալվում էին հումանիշներ։ Ուշագրավ է, որ Ֆարմանյանին աշխատանքից ազատել է այսօր մեկ այլ ընդդիմադիր դաշտ տեղափոխված ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Անարդար վերաբերմունք ստացվեց Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ, ամիսներ շարունակ ուղարկեցին առաջին գիծ, պաշտպանեց, քննադատվեց, արտգործնախարար Արարատ Միրզոյանի ժիլետի ու տան հետ կռիվ արեց, հետո ցուցակում տեղ չունեցավ։ Առաջնորդի նման Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ահա այս մարդիկ են ձեզ փոփոխություններ, էժան ու հեշտ կյանք խոստանում։ Դրսից էլ երաշխավորներ են բերելու, որովհետև ձեռք բերված խաղաղությունն իրենց սրտով չէ։ Ռուսաստանը մի տեսակ լուսանցքում է մնացել։ Կգան ու Պուտինին երաշխավոր կդարձնեն ու ամեն ինչ իդեալական կլինի։ Արևն էլ իրենց ջանքերով կսկսի ծագել։ Մոռացանք ասել, եթե իրենց ցուցադրած ամենօրյա կրկեսը բավարար չէ, կրկեսի շենքն էլ են 15 տարի անց վերանորոգել։ Էլ ինչ եք ուզում, երկնքից կրակ թափվի։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։